Պարոն Փաշինյան, խոսեցիք սահմանադրական փոփոխություններից, այստեղ կար տեսակետ, որը հնչեցրել էր Դանիել Հովհաննիսյանը, որ առաջարկվելու է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի հիշատակումը սահմանադրությունից դուրս գալ։ Դուք ինչպիսի անձնական դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ, այդ առաջարկությունը հնարավոր է քննարկվի, չքննարկվի, ինչպիսին է ձեր անձնական դիրքորոշումը, եւ նաեւ երկրորդ հարցը, ասել եք, որ 90-ականներին մեր հայրենակիցները փախել են Հայաստանից, բայց որ գան Հայաստան, այս ընտրություններին ընտրելու են քաղաքացիական պայմանագրին։ Բայց վերջին օրերին մենք տեսնում ենք, որ իրավապահ համակարգը հայտարարում է, որ մարդկանց ստիպում են գան Հայաստան, մասնակցեն ընտրություններին։ Ինչ եք այդքան մտահոգված հնարավոր վերադարձով մեր հայրենակիցների, եթե կարծում եք, որ իրենք գալու են եւ ընտրելու են քաղաքացիական պայմանագրին, ինչ եք անելու այդ հայրենակիցների հետ, ինչպես է գործելու իրավապահ համակարգը, թույլ չի տալու, որ վերադառնան, կալանավորելու են, ինչպես է առհասարակ խոչընդոտվելու նրանց հնարավոր մուտքը մեր երկիր։ Շնորհակալ եմ։ Ես ասել եմ փախել եմ։ Ես տենց բան եմ ասել եմ փախել եմ։ Ես տենց բան եմ ասել, համեն դեպս այս պահին չեմ հիշում, ծանոթ չի հնչում ինձ այդ նախադասությունը։ Ինչ տեսեք, իրավապահ համակարգը ցանկացած ահազանգ, երբ որ ասում են, որ մարդուն փող են տալիս, երբ որ ինքը գա ընտրություն կամ անվճար ծառայություն են մատուցում, տոմս են առնում, իրավապահ համակարգը պարտավոր է արձագանքել, պարտավոր է, չի կարող չարձագանքել։ Ինչ վերաբերում է իմ ասածին, ես մնում եմ իմ ասածին, որովհետև ես գիտեք Երևանի եւ Հանրապետության փողոցներում քայլում եմ, այդ թվում ուղիղ եթերում, եւ ես դեռ Ռուսաստանա բնակ ոչ մի հայրենակցի չեմ հանդիպել, ես չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել բանի մեր կառավարության եւ քաղաքականության նկատմամբ, լսեք, նրանք գալու են ում դոմպիպոյի օգտին են քվեարկելու, թե կոկաինի միհրանի օգտին են քվեարկելու։ Այսինքն ես ո՞նց կարամ այլ կերպ մտածել մեր ժողովրդի մասին։ Ո՞նց կարամ այլ կերպ մտածել։ Այսինքն գալու են դոմպիպոյի, կոկաինի միհրանի, նեմեց ռուբոյի օգտին քվեարկել։ Այսինքն ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Չեմ կարող ես մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Եվ ես համոզված եմ, որ ես ճանաչում եմ մեր ժողովրդին։ Որ պահին պարզվի ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, ես այդ պահից կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս կամ որևէ այլ պատճառով։ Հայաստանից մենք աշխատում ենք սահմանադրության նախագծի վրա, ես այսօր էլ եմ անցել սահմանադրության նախագծով եւ այնտեղ շատ հստակ հիշատակվում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի։